Արևամանուկ հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը ամփոփեց զինված հակամարտությունից տուժած երեխաների եւ ընտանիքների տոկունության ձևավորում ծրագիրը։ Այսօրվա նպատակը այն է, որ ամփոփում ենք 2022 թվականից մինչև օրս հոգեբանասոցիալական աջակցության ծրագիր, որը իրականացնում ենք Պիսե ֆրանսիական կազմակերպության հետ։ Սոնա Գյումրիի խոսքով ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դրա գիտական բաղադրիչն է։ 2022 թվականից իրականացվել է լայնածավալ հետազոտություն նվիրված 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին, մասնավորապես երեխաներին եւ նրանց ծնողներին։ Բոլոր այդ արդյունքների հիման վրա մենք հրապարակեցինք գիրք, խմբային ձևաչափով երեխաներին հոգեբանական աջակցություն տալու գործիքակազմ։ Գործիքակազմը ֆրանսիական եւ իտալական փորձի հիման վրա Իտալիայի համալսարանի հետ համատեղ մշակած է եւ ամենամեծ արդյունքը այն էր, որ մենք այն ոչ միայն թարգմանել ենք, ադապտացրել ենք, տեղայնացրել ենք, այլ նաեւ տարածել ենք Հայաստանով մեկ։ Եվ առաջիկայում եւս պլաններ ունենք, որ այն մարզերը, որոնք դուրս են մնացել, եւս ներգրավենք ու երեխայի հետ աշխատող բոլոր մասնագետները կարողանան օգտվել այդ գործիքակազմից։ Հոգեբանական աջակցությունը տրամադրվել է ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափերով, ընդգրկելով ոչ միայն երեխաներին, այլև նրանց ընտանիքներին։ Սկզբնական շրջանում բնականաբար արդեն իսկ դրսևորում էր վարքային տարբեր փոփոխություններով, ապագայի նկատմամբ անորոշությամբ, անվտանգության կարողություններն ու հմտությունները բավականին նվազեն, իսկ այժմ բնականաբար դինամիկան կար փոփոխություններ կար աշխատանքից հետո եւ երեխաների մոտ սոցիալական դեզադապտացիայի փոփոխությունը կար, ադապտացիոն որոշակի փոփոխություն կա։ Հոգեբանական աջակցության հետ մեկտեղ ընտանիքներին տրամադրվել է նաև հումանիտար աջակցություն։ Սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ առանձին ուղղությամբ իրականացվել է կանանց զորացման ծրագիր, որի շրջանակում կանայք ստացել են մասնագիտական ուսուցում եւ անհրաժեշտ պարագաներ։ Արևամանուկ հիմնադրամի համար առաջնայինը ոչ միայն այդ պարագաներ տրամադրելն էր, այլ դրա կիրառելիությունը։ Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր ընդգրկված կանանցից ընդամենը մեկն է, որ այժմ աշխատանքային գործունեություն չի ծավալում, քանի որ տեղափոխվել է այլ համայնք եւ այլ ուղղվածությամբ աշխատանք է գտել, իսկ մնացած մասնակիցները իրենց ինտեգրել են աշխատաշուկա եւ ներկայացնում են իրենց պրոդուկտները հիմա։ Արևամանուկ հիմնադրամը պատրաստվում է հանդես գալ նոր ծրագրերով եւ նախաձեռնություններով, շարունակելով հոգեբանական ուղղվածությամբ աշխատանքը եւ պահպանելով հիմնական նպատակը՝ ընտանիքի հզորացումը երեխայի բարեկեցության համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Թույլ տվեք ընդգծել տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության եւ ազգային իրավազորությունների սկզբունքների հիման վրա։ Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ եւ կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում, նպաստելով տնտեսական կայունության, ամրապնդմանը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ Այս առումով գնահատանք եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է։ Վերջին տարիներին ծառայությունների ոլորտի կարևորությունը մեր տնտեսություններում կայուն աճում է, այս ոլորտը ձևավորում է ՀՆԱ-ի եւ զբաղվածության զգալի մասը։ Միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը եւ մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը եւ ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։ Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։ Ոչ պակաս նշանակալի ուղղություն է նաև թվայնացումը։ Կայուն զարգացումն այսօր անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ձևավորում, այդ թվում էլեկտրոնային առևտրի համար։ Այս տարի կոնսենսուս է ձևավորվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ։ Համաձայնեցված
որոշումները հիմք են ստեղծում միասնականացված, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար եւ արդեն իսկ ներդրվում են մի շարք մեխանիզմներ ստեղծելով կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար։ Այս համատեքստում այս տարի ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից մեկը ապրանքների տեղաշարժի թափանցիկության եւ հետագծելիության բարձրացումն էր։ Դրոշմավորման համակարգերի զարգացումն անդամ պետությունների հարկաբյուջետային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ միասին նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը եւ ստվերային շրջանառության նվազեցմանը։ Այս միջոցառումներն ուղղված են բարեխիղճ մրցակցության ապահովմանը եւ ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը, միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչարարական բեռը։ Զբոսաշրջության ոլորտն ունի զգալի բազմապատկական ազդեցություն եւ ներդրում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում, եւ այսօր ընդունված զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացմանը։ Վերջում թույլ տվեք եւս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը ի նպաստ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության եւ կայուն զարգացման, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հաստատվել է զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Միջոցառումն անցկացվել է Էրմիտաժ թանգարանային համալիրում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կարևորել ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի։ Նա նաև շնորհավորել է ներկաներին ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով ու մաղթել հաջողություններ։ Երկրների առաջնորդներն Էրմիտաժի տնօրեն Միխայել Պյոտրովսկիի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։ Նրանք եղել են նաև Հայաստանի մշակույթի եւ արվեստի սրահում։ Слово Ереван. Вот здесь это сказание слова Ереван. Та знаменитая надпись, где написано «Царь Ангишня основал крепость Ереван». Это вот политически теперь становится важным. Петр, узнав, что в курганах находят золото и его переплавляют, приказал Ադրբեջանական մեդիա սլաքները Վրաստանի ուղղությամբ են Բաքվի իշխանությանը մոտ կանգնած մի շարք լրատվամիջոցներ նախ մեղադրեցին Թբիլիսիին տրանզիտային խոչընդոտներ ստեղծելու սահմանային անցակետերում գործընթացները ձգձգելու համար, ապա եզրակացրին Վրաստանը փորձում է խոչընդոտել հայ-ադրբեջանական տնտեսական մերձեցումը, քանի որ կարող է զրկվել տասնամյակներ ունեցած տրանզիտային մենաշնորհից։ Այսօր Վրաստանը փաստացի հանդես է գալիս կայուն տարածաշրջանային խաղաղության ճարտարապետության եւ փոխշահավետ տնտեսական կապերի ձևավորման դեմ։ Այն պահին, երբ Հարավային Կովկասն անցում է կատարում հակամարտության տրամաբանությունից զարգացման տրամաբանություն, Թբիլիսիի վարքագիծը նման է այդ անցումը դանդաղեցնելու փորձի։ Միգուցե Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչ-որ օրակարգային այլ խնդիրներ կան, որոնք դրսևորվում են նաեւ այս հարցի շուրջ, դա էլ պիտի հասկանանք, որ միգուցե հարևան երկրի ապատեղեկատվությունը փորձում է շեղի օրակարգը եւ գցի հենց Տրամպի ուղու նարատիվի մեջ։ Դա էլ մենք պիտի նաեւ շատ զգուշ լինենք, հասկանանք, որ կարող է այլ հարցեր, որոնք այսօր չեն բարձրաձայնվում, բայց այսօր փորձում են մեդիայով ադրբեջանական ցույց տան, որ խնդիրը Վրաստանի դիրք կորցնելն է։ Վրաստանի փորձագիտական շրջանակներից պնդում են աղմուկը արեստածին է եւ ունի քաղաքական այլ շարժառիթներ։ Я думаю, это был
Կարծում եմ այստեղ քաղաքական աղմուկ է ստեղծվել։ Իրականում Ադրբեջանում այժմ իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, երկաթուղիների զարգացում, շարժակազմի ձեռքբերում, լոգիստիկ կենտրոնների ստեղծում։ Վրացական կողմը որոշ չափով չի հասցնում համաժամանակյա զարգացնել իր ենթակառուցվածքները։ Հետևաբար այս հարցը Ադրբեջանում բարձրացվել է, որպես ազդակ Վրաստանին ակտիվացնելու նախագծերը, որպեսզի ներդրված միջոցները ժամանակին վերադարձվեն։ Սա կարելի է դիտարկել որպես սինխրոնիզացման կոչ։ Մեդիա գրողների այս ալիքը ուժ գնացավ հատկապես Հայաստան-ադրբեջանական նավթամթերքի տարանցման շուրջ պայմանավորվածության ֆոնին։ Թբիլիսին թեև հայտարարեց, որ մեկանգամյա տարանցման համար Վրաստանը տուրք չի գանձի, այդուհանդերձ Բաքվի մամուլը տեղեկություն տարածեց, թե Վրաստանը պատրաստվում է 40 անգամ բարձր մաքսատուրք սահմանել։ Մաքսային տուրքերը ապագայում կարող են բարձրանալ, ինչը կարող է լրացուցիչ դժվարություններ ստեղծել հայ-ադրբեջանական առևտրի համար։ Սակայն այս պահին չեմ կարող հստակ ասել, թե որքան են նախատեսում բարձրացնել սակագները։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի ուշ անդրադարձավ մատակարարման շուրջ քննարկումներին։ Մենք ամբողջությամբ հաշվի ենք առնում Հայաստանի եւ Ադրբեջանի ընդունելի շահերը։ Մենք էլ առաջնահերթություններ ունենք եւ ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով կգտնենք լավագույն ճանապարհը, որը կբավարարի երեք երկրների հետաքրքրությունները։ Սակագների հնարավոր բարձրացումը կարող է նվազեցնել ադրբեջանական նավթամթերքի գրավչությունը Հայաստանի համար, բայց կարող է ավելի մերձեցնել Երևանին ու Բաքվին, շարունակում են փորձագետներն ու այդ ֆոնին վերլուծում Հայաստանի հարավով անցնելիք թրիպուղու հնարավորությունները։ Հայաստանի տարեկան պահանջարկը նավթամթերքի մասով կազմում է մոտ 500,000 տոննա։ Ներկայում այդ բեռնահոսքերը հիմնականում իրականացվում են վրացական նավահանգիստներով, հատկապես Բաթումով, Վրաստանի երկաթուղիներով եւ ապա տեղափոխվում Երևան։ Եթե նոր ճանապարհը բացվի, ապա հենց դրանով կտեղափոխվի ադրբեջանական կամ թուրքմենական նավթամթերքը, որը այսօր անցնում է միջին միջանցքով։ Կան նաև այլ բեռնահոսքեր, օրինակ Ցորենը, որ ներկայում ավտոմոբիլային տրանսպորտով վերին Լարսի անցակետով Վրաստանից տեղափոխվում է Հայաստան։ Ամենայն հավանականությամբ այդ բեռնահոսքը հետագայում կանցնի երկաթուղային փոխադրումների Ղազախստանից կամ Ռուսաստանից դեպի Հայաստան, շարունակում է Պատա Ցագարեիշվիլին։ Մոտավորապես 5-ից 7 տարվա հեռանկարում Վրաստանով, Ադրբեջանով եւ Թուրքիայով անցնող միջանցքը կարող է կորցնել շուրջ 1.5-ից 2 միլիոն տոննա բեռնահոսք, եւ այդ բեռները կվերաուղղվեն այլընտրանքային ճանապարհներով։ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը թրիպուղու հետ կապված զուսպ է եւ հավասարակշռված, Թբիլիսին հրապարակավ չի ընդդիմանում նախագծին, ընդգծելով, որ աջակցում է տարածաշրջանային փոխկապակցվածությանն ու խաղաղությանը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար եւ կօգնի միջին միջանցքի ամրապնդմանը։ Դա կարեւոր է մրցակցության զարգացման, փոխադրողներին լավագույն պայմաններ առաջարկելու տեսանկյունից։ Դրանով իսկ միջին միջանցքը կդառնա ել ավելի գրավիչ։ Հարավային Կովկասում եւս մեկ ուղու ստեղծումը վկայում է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կներգրավի ավելի շատ ներդրումներ։ Հետևաբար մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Փորձագիտական մակարդակում սակայն հնչում են ավելի ուղիղ գնահատականներ։ Վրացի փորձագետների մի մասը նշում է, որ Հայաստանի տարածքով նոր ուղու գործարկումը կարող է նվազեցնել Թբիլիսիի տրանզիտային հնարավորությունները։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ Թրամփի նոր նախագիծը դիտարկում են որպես միջին միջանցքին լրացնող նախագիծ։ Ես համակարծիք չեմ։ Կարծում եմ որոշակի հեռանկարում, երբ Հայաստանի հարավով անցնող այդ նախագիծը կյանքի կոչվի, տրանսպորտային հաղորդակցությունները ապա շրջափակվեն, Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր եւ այդ անցուղիները միմյանց հետ մրցակցային հարաբերությունների մեջ կմտնեն։ Ռիսկերից զատ Վրաստանի համար կան նաև նոր հնարավորություններ, արձագանքներ են հնչում Երևանից։ Ճիշտ քաղաքականություն վարելով, Թբիլիսին աշխատելով թե Բաքվի հետ, թե Երևանի հետ կարող է մի նոր իրավիճակ, ստանա, երբ որ նոր հնարավորությունները կգերազանցեն կորուստները, որոնք ակնկալվում են ապաշրջափակումից տարածաշրջանային, Ուստի այստեղ պետք է ոնց որ մեդալի երկու կողմը նայենք։ Կան ռիսկեր եւ կան շատ լավ նոր հնարավորություններ, որոնք ճիշտ օգտագործելու պարագայում կարող է Վրաստանը նաեւ շահած դուրս գա, քանի որ թրիպը եւ հապաշրջափակումը տարածաշրջանային ինքը տարածաշրջանի համար նոր հնարավորություն է դրսից նոր ներդրումներ բերելու տարածաշրջան եւ այստեղ արդեն ոչ թե պիտի կենտրոնանան ինչ-որ մի տարածքի վրա ինչ-որ մի պետության, այլ 3 պետությունների, որոնք դառնալու են մասնիկը
մեծ միջազգային տրանսպորտային միջանցքների։ Կենտրոնական Ասիայում աճող բեռնահոսքերը պահանջում են նոր ու հարմար ենթակառուցվածքներ եւ այդ նպատակով Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը պետք է սերտորեն համակարգեն իրենց ծրագրերը, շարունակում է վրացի փորձագետը։ Օրինակ, Հայաստանում արդեն կան նախադրյալներ Երևանի կամ Գյումրիի մոտ չոր նավահանգիստ կառուցելու համար։ Այս կարևոր նախագծերը պետք է սինխրոնիզացվեն նաև Վրաստանում իրականացվող նախագծերի հետ, որ երկրները միմյանց հետ չմրցեն, այլ փոխլրացնեն իրենց ենթակառուցվածքներով։ Այդպես հնարավոր կլինի առավել արդյունավետ սպասարկել այն բեռնահոսքերը, որոնք ապագայում կշարժվեն Չինաստանից, Կենտրոնական Ասիայից կամ Եվրոպայից։ Ապաշրջապականը կարող է 3-ից 5 տարի այն տեսքով ինչպեսի, պատկերացումներ կան Երևանում, տևի։ Ուստի էցի նշանակում է, որ առնվազն 3-ից 5 տարի Վրաստանը կարևոր երկիր է լինելու մեր համար։ Մյուս կողմից ադապտացման շրջան կարող է հանդես գալ, երբ որ մենք տարբեր այլ նոր նախագծերով կարողանանք Վրաստանի հետ կոմպենսացնել այն բոլոր հնարավոր կորուստները բեռնափոխադրումների, որոնք կարող են տեսականորեն տեղի ունենալ։ Հայաստանի հարավով անցնելիք Թրիպուղին հարավային Կովկասի 3 երկրների համար կապող օղակ է, այլ ոչ բաժանարար գիծ։ Փորձագետի խոսքով հենց այս գիտակցմամբ պետք է գործակցեն Երևանը, Բաքուն ու Թբիլիսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում աշխարհի մոտ 30 երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Նրանց շարքում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Ըստ պետքարտուղարությունում Associated Press-ի աղբյուրների նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Բոլոր այդ դիվանագետները նշանակվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Ըստ գործակալության այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիովին աջակցում են Ամերիկան առաջինը քաղաքականության օրակարգին։ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել նորությունը, նշելով միայն, որ ցանկացած վարչակազմի օրոք փոփոխությունները բնականon գործընթաց են։ Ամերիկյան կողմը վերջին 2 օրերին Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաեւ եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների հետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը բանակցություններն անվանել է արդյունավետ եւ կառուցողական։ Քննարկվել է Մոսկվայի եւ Կիևի միջև խաղաղության հաստատման 20 կետից բաղկացած ծրագիրը, այդ թվում Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Ուկրաինան լիովին հանձնառու է արդար եւ կայուն խաղաղության հաստատմանը, հայտարարել է Վիթքոֆը։ Ռուսական կողմի հետ բանակցություններից հետո եւս Վիթքոֆը նշել է, որ Մոսկվան հանձնառու է Ուկրաինայում խաղաղության հաստատմանը եւ աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը նույնպես բանակցությունները որակել է կառուցողական։ Միևնույն ժամանակ նախագահի օգնական Յուրի Ուշակովը վստահ չէ, որ ուկրաինացիների եւ եվրոպացիների կողմից արված առաջարկները կառուցողական են։ Կարծում եմ առաջարկների մեծ մասը մեզ բոլորովին հարմար չեն լինի, նշել է նա հավելելով. Դմիտրիևի զեկույցից հետո Մոսկվան կմշակի իր դիրքորոշումը, որով էլ առաջ կշարժվի։ Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայրերի կառուցմանը։ Վերջին 3 տարում հաստատված եւ օրինականացված բնակավայրերի թիվը հասել է 69-ի։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ այս քայլն արևմտյան ափին հրեական բնակավայրերի ընդլայնման օրակարգի մաս է կազմում եւ նպատակ ունի կանխել պաղեստինյան պետության դեֆակտո ստեղծումը։ Միջազգային հանրությունը մեծապես քննադատում է արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հիմնումը, դա որակելով միջազգային իրավունքի Վաշինգտոնը նույնպես Իսրայելի այս քայլը համարում է խոչընդոտ խաղաղության համար, դա որակելով անօրինական։ Պաղեստինցի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, իսրայելական բնակավայրերի ընդլայնումը վտանգի տակ է դնում երկու պետության ստեղծման միջոցով հակամարտության լուծման հասնելու հեռանկարը եւ սրում է լարվածությունը։ Սերբիայի տարբեր հատվածներից հազարավոր ակտիվիստներ միացել են Նովի Պազար քաղաքում անցկացվող ուսանողական բողոքի ցույցերին։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ կառավարությունը ճնշում է գործադրում պետական համալսարանների վրա։ Նովի Պազարի ուսանողներն ակտիվորեն մասնակցել են հակակառավարական ցույցերին կապված Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի տանիքի փլուզման տարելիցի հետ, որի հետևանքով 16 մարդ էր զոհվել։ Ցուցարարները նշում են, որ համալսարանը հեռացրել է ցույցերի պատճառով դասի չներկայացած բազմաթիվ ուսանողների եւ աշխատանքից ազատել տասնյակ դասախոս
միջոցների։ Ուսանողների, գիտնականների եւ ընդդիմադիր գործիչների գլխավորած շարժման մասնակիցները մեղադրում են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին եւ նրա կուսակցությանը կոռուպցիայի, հանրային ծառայությունների վատ վիճակի, հովանավորչության եւ լրատվամիջոցների ազատության սահմանափակումների համար։ Վուչիչը եւ նրա կուսակցությունը հերքում են մեղադրանքները։ Վանաձորի հայքի հրապարակում վառվեց նոր տարվա ու Սուրբ Ծննդյան խորհրդանիշ գլխավոր տոնածառի լույսերը։ Նախ մարզի եւ համայնքի ղեկավարները անդրադարձան այս տարվա ձեռքբերումներին ու հետագա արվելիք աշխատանքներին։ Լոռու մարզպետը վստահություն հայտնեց, որ եկող տարին Վանաձորում զարգացման առումով լինելու է աննախադեպ։ Կայացել են հանրային լսումները եւ պաշտոնապես մենք ներկայացրել ենք շուրջ 35 միլիոն դոլար բյուջեով զարգացման ծրագրերը Վանաձորի համար։ 45 նոր ավտոբուսներ, 100 նոր վերելակներ, նոր զբոսայգիներ, 42 հիմնանորոգվող փողոցներ հիմնականում ծայրամասային հատվածներով։ Ահռելի հսկայածավալ բյուջե եւ հսկայածավալ աշխատանքներ են ծրագրվում։ Եվ ես վստահ եմ, որ կայանալու է ավականի երկար սպասված նիստը, վերջ է դրվելու այս կառավարման ճգնաժամին հանուն Վանաձորի եւ հանուն վանաձորցու։ Սիրելի ներկաները ամփոփելով ուզում եմ լավագույնը մաղթել ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, սիրելի վանաձորցիներ, սիրելի մարզկենտրոն, շնորհակալ եմ։ Արկադի Փելեշյանը նշեց, 2025 թվականին համայնքում կատարվել են ծավալուն աշխատանքներ, սակայն 2026 թվականին կատարվող աշխատանքները ավելի ծավալուն կլինեն։ Ամենամեծ ձեռքբերումը 25 թվականի համարում եմ, որ մեր մանկապարտեզները կդառնան անվճար այս գեղեցիկ երեխաների համար, քանի որ մեր բյուջեում արդեն այդ գումարը նախատեսած է եւ ունենք։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ բոլորիս գալիք ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցիկ կյանք։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Տոնածառի լույսերը, համալրված զարդարանքները, ձմեռ պապն ու ձյունանուշը, մուլտհերոսները, երաժշտությունն ու հրավառությունը Վանաձորին հաղորդեցին տոնական շունչ ու տրամադրություն։ Հաշված օրեր է մնացել, որ ճանապարհենք 2025 թվականը։ Ում համար եղել է մեծ հաջողությունների, ում համար եղել է այն թվականը չի եղել, որ մարդիկ ուրախանան։ Հիմա գալիս է 2026-ը, ով 2026 թվականը լինի հաջողությունների, ձեռքբերումների, նպատակների կատարման տարի, խաղաղ տարի, սիրո տարի, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Կազմակերպիչներին բոլորին շնորհակալ եմ այս ամեն ինչը կազմակերպելու համար, սա մեզ լիցքաթափելու մեծ վարիանտ էր, էլի ցավը տանեմ։ Բոլորին շնորհակալ եմ, բոլորին նոր տարին թող շնորհավորը լի, առողջ ենք, աշխարհին խաղաղություն լի, մեր երիտասարդներին էլ առողջություն ունենան, բոլորը գնան առողջ ծառայեն, գան իրենց ծնողներին հասնեն, բոլորին նոր ամանոր թող շնորհավորը։ Դեկտեմբերի 19-ին սևանցի երիտասարդները նկուղ ստեղծարար հարթակում հյուրընկալեցին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին։ Ավանդույթի համաձայն սևանցի երիտասարդները նվեր էին պատրաստել բանախոսի համար եւ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին խնդրեցին Սևան այցի առիթով իր պատկերացմամբ նախորդ հանդիպումներից պաշտոնյաների նկարած գունապատկերներին ավելացնի իրենը եւ ներկերից ստանա գունապատկեր եւ վրձնի նկար թողնի որպես խորհրդանիշ։ Այդ հարցում փոխնախարարին օգնեց Սևանի համար 4 հիմնական դպրոցի աշակերտ Անահիտը։ Նրանք երկուսով նկարեցին ծիրան։
Հանդիպմանը մասնակցում էին երիտասարդներ, ոլորտով հետաքրքրված անձինք, դպրոցականներ, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին երիտասարդության ոլորտի ձեռքբերումները, կիսվեցին մտքերով, առաջարկություններով եւ հուզող հարցերով։ Ծավալվեց անկաշկանդ ու կառուցողական զրույց այսօրվա երիտասարդությանը հուզող խնդիրների շուրջ։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականությունը, որն ակտիվացել է երիտասարդության մասին Հայաստանի Հանրապետության առաջին օրենքի ընդունումից հետո։ Նա հատկապես կարևորեց երիտասարդների քաղաքացիական մասնակցության խթանման եւ երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Պետության առաջնահերթություններից է ստեղծել առավելագույն հնարավորություններ երիտասարդների ներուժի բացահայտման եւ կարողությունների զարգացման համար։ Այս նպատակով պետական բյուջեի միջոցներով տարբեր դրամաշնորհային միջոցառումներ են իրականացվում մի շարք ոլորտներում՝ քաղաքացիական կրթություն, մեդիագրագիտություն, ֆինանսական գրագիտություն, ձեռներեցություն, փափուկ հմտություններ, թվային գրագիտություն, աղետների դիմակայում եւ այլն, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը, որի համար ստեղծվում են երիտասարդական կենտրոններ, որպես երիտասարդական կյանքի կազմակերպման միջավայր, որտեղ եւս շեշտադրվում է կարողությունների զարգացումը, նշեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ամփոփելով ելույթը Արթուր Մարտիրոսյանը կոչ արեց երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքի բարեփոխումների գործընթացում, մարդկային կապիտալի զարգացումը ծառայեցնելով պետության առաջընթացին։ Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին։ Ներկաները շնորհակալություն հայտնեցին նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին իրենց հրավերը չմերժելու եւ օրվա հետաքրքիր ու բովանդակալից հանդիպման համար։ Եվ ինչպես միշտ, հանդիպման ավարտին լուսանկարվեցին։ Դեկտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4811 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 195, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 32, չամրակապված վարելու 631, առանց մանկական նստատեղի քարծիթի 17, վարելու ընթացքում ծխելու 470, վարելիս հեռախոսից օգտվելու 322, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 57 եւ 1516 այլ իրավախախտում, 154 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 170-ը տեխնիկական զննություն չանցած, 86-ը լուսարձակների անսարքությամբ, 83-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 209-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 63 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14470 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 276 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 385, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 8 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 64, չամրակապված վարելու 3402, առանց մանկական նստատեղի քարծիթի 147, վարելու ընթացքում ծխելու 392, վարելի հեռախոսից օգտվելու 523, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 73, հարագության գերազանցման 2324 եւ 4549 այլ իրավախախտում, 381 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 785-ը տեխնիկական զննություն չանցած, 871-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 35 բեռնատար, 129-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 706-ը առանց ձմեռային անվադողերի, 62 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։